ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր չէ հանդիպել Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկու հետ մինչև Ուկրաինայի վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը, հաղորդում է Politico-ն։ Թրամփն ասել է, որ չի հրավիրի Ուկրաինայի առաջնորդին Սպիտակ տուն մինչև համաձայնագրի ստորագրումը, հաղորդել է թերթը։ Նաև նշվում է, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքները Թրամփի վարչակազմի համար առաջնահերթություն են։ Այս կապակցությամբ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ժնևում Կիևի հետ բանակցությունների ժամանակ հիշատակել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքները, սակայն մանրամասներ չի հայտնել, հաղորդել է Պարբերականը։ Ղրիմի և Դոնբասի նկատմամբ Ռուսաստանի ինքնիշխանության ճանաչումը առանցքային պահ է ԱՄՆ-ի հետ հարաբերություններում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։ Մի բան է, որոշումները ճանաչված են և որոշ տարածքներ գտնվում են ռուսական իշխանության ներքո, և պայմանավորվածությունների խախտման դեպքում դա կլինի հարձակում Ռուսաստանի Դաշնության վրա, դրանից բխող բոլոր պատասխան միջոցներով, կամ դա կընկալվի որպես Ուկրաինային օրինականորեն պատկանող տարածքը վերադարձնելու փորձ, դրանք տարբեր բաներ են, ընդգծել է Ռուսաստանի ղեկավարը։ 12-օրյա պատերազմում Իրանի ժողովուրդը հաղթանակ տարավ և ԱՄՆ-ի և սիոնիստների նկատմամբ, դրանում կասկած չկա, նրանք եկան չարիք գործելու, հետ մղվեցին և դատարկաձեռն վերադարձան, այս հաղթանակը բառացիորեն նրանց համար պարտություն է։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Իսլամական հեղափոխության գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին։ Այս 12-օրյա պատերազմում ԱՄՆ-ի և Իսրայելի 20-ամյա ծրագիրը Իրանում պատերազմ հրահրելու, ժողովրդին սադրելու և ստիպելու նրանց աջակցել իրենց ընդդեմ համակարգի ձախողվել է, նշել է Խամենեին։ Իսլամական հեղափոխության առաջնորդի խոսքով, այսօր աշխարհի ամենաատելի մարդիկ սիոնիստական պետության ղեկավարն են, և ԱՄՆ-ն նրա կողքին է։ Նա նաև նշել է, որ Իրանից Միացյալ Նահանգների միջնորդների միջոցով հաղորդագրություններ ուղարկելու մասին լուրերը բացարձակապես կեղծ են։ ԱՄՆ կառավարությունը արժանի չէ Իսլամական Հանրապետության հետ շփման և համագործակցության։ Ամերիկան, որը դավաճանում է նույնիսկ իր դաշնակիցներին և աջակցում սիոնիստական հանցավոր խմբավորմանը, այն պետությունը չէ, որի հետ Իրանի Իսլամական Հանրապետությունը ձգտում է կապեր հաստատել, ընդգծել է հոգևոր առաջնորդը։ Վենեսուելան 6 ավիաընկերության, այդ թվում թուրքական ավիաուղիներ ընկերության մուտքն իր երկրի տարածք արգելել է։ Ընկերությունները մեղադրվում են պետությունն ահաբեկելու ԱՄՆ-ի պլանին աջակցելու մեջ։ Մասնավորապես նշվում է, որ Վենեսուելայի նման քայլը կապված է ԱՄՆ հնարավոր ռազմական գործողությունների ֆոնին ավիաուղիների կողմից դեպի Կարակաս իրականացվելիք թռիչքների դադարեցման հետ։ Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի և Վենեսուելայի միջև հետզհետե սրվող լարվածության ֆոնին թուրքական ավիաուղիները նոյեմբերի 24-ին հայտարարել էր դեպի Վենեսուելա իրականացվելիք թռիչքները 4-րով դադարեցնելու մասին։ Որոշման հիմքում ընկած է եղել ԱՄՆ դաշնային ավիացիոն վարչության նախազգուշացումը Վենեսուելայի օդային տարածքի վերաբերյալ ռազմական ակտիվության աճի և անվտանգության ռիսկերի վերաբերյալ։ Դոնալդ Թրամփի նախագահությունից ի վեր ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ ի հայտ են եկել առողջ բանականության տարրեր, և Վաշինգտոնը ավելի բաց է դարձել երկխոսության համար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։ Նրա խոսքով, ներկայիս նախագահի օրոք ԱՄՆ-ն հեռացել է գլոբալ ժողովրդավարացման հաստատունից։ Վաշինգտոնի արտաքին քաղաքականության մեջ ի հայտ են եկել ռեալիզմի որոշ առողջ տարրեր։ Սա չի նշանակում, որ ԱՄՆ-ն հրաժարվել է իր հակառուսական կուրսից, բայց ամերիկացիները այժմ բաց են եղել ուղիղ և անկեղծ երկխոսության համար, և իրենց գործնական գործունեության մեջ նրանք ավելի պատրաստակամ են կենտրոնանալու իրենց ազգային շահերի վրա, ինչպես դրանք հասկանում են, ասել է Ռյաբկովը։